Մինչև հիմա լույս չկա։ Ամանորը խավարի մեջ դիմավորած երևանցիները փոխհատուցում դեռ չեն ստանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ուսումնասիրում են հոսանքազրկումից տուժած մարդկանց վնասի փոխհատուցում տալ, թե ոչ։ Մոտ 2 ամիս է չեն կարողանում պարզել, ում մեղքով է Էրեբունիի Վարդաշեն ենթակայանում բռնկվել հրդեհը, որը դարձել էր հոսանքազրկումների պատճառ։ Վթարը գտնվում է դեռ պատճառների ուսումնասիրության փուլում, էներգետիկները դրան այդպես են ասում, որ հետվթարային ուսումնասիրություն, որպեսզի հասկանան ինչ պատճառով է կոնկրետ տեղի ունեցել, մեղավորությունը ումն է։ Մեսրոպյանի խոսքով վնասներ կրած քաղաքացիները փոխհատուցում չեն ստանա, եթե պարզվի, որ հոսանքի անջատումները ֆորս մաժորի հետևանք են։ Երբ որ դա կապացուցվի, դրանից հետո միայն հասկանալի կլինի հանձնաժողովը այդտեղ անելիք ունի թե չունի, որտեղ հակառակ դեպքում եթե ապացուցվեց, որ դա ինչ որ ֆորս մաժորային իրավիճակի հետ կապված է եղել, դժուժուտուգանքների մասին խոսք գնալ չի լինի, բայց եթե չապացուցվեց ֆորս մաժորային իրավիճակ, բնականաբար անջատված ժամանակների համար սահմանված կարգով Որն է ֆորս մաժորային իրավիճակը, Մեսրոպյանը խուսափում է պատասխանել հարցին։ Չէ, հիմա դե այդ հարցը արդեն այս պահին պատասխան չունի, քանի որ Ամանորին անլույս մնացած քաղաքացիները հետ ժամանակավոր կառավարչին էին մեղադրում հոսանքազրկումների համար։ Անգրագետներ են, դրա համար սենց է։ Մեսրոպ Մեսրոպյանն էլ է անձամբ բողոքներ ստացել քաղաքացիներից։ Մարդիկ դժգոհել են նաև, որ սովորականից շատ է հոսանք գրել հաշվիչը։ Խոստանում է հատիկ առ հատիկ քննել բողոքները, բայց իրեն ավելի շատ ոգևորում է, որ փողոցում իրեն հանդիպած քաղաքացիները շնորհակալություն են հայտնում Ռոմանոս Պետրոսյանի համար։ Մարդիկ մոտեցել եւ շնորհակալություն են հայտնել, որ այն պահից, երբ որ ժամանակավոր կառավարման է հանձնվել հեծը, իրենց մոտ հոսանքի այդ վճարները 3-4-5 հազար դրամով պակասել են։ 3-4-5 հազարով ավելի շատ գումար է հաշվիչը գրել հունվարին։ Այսպիսի ահազանգեր է ստացել նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը, բայց ինչ անեն հեծն ու ժամանակավոր կառավարիչը։ Մարդիկ չեն դիմացել հունվարյան սաստիկ ցրտին ու շատ հոսանք են ծախսել։ Հեծը նաև Ամանորն է պատճառ բերում, որ արդարացնի բաժանորդների գերծախսը։ Շատ բաժանորդներ տարակուսած են, ձմռանը երբեք շատ տաք չի լինում, իսկ Ամանորն էլ ամեն տարի են նշում, ինչու է հենց այս տարի հոսանքի ծախսը մեծ։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։